Բժիշկ ոնց է մայրս։ Մարիամը ստրեսային ռեակցիա է ունեցել, արդյունքում կորցրել է գիտակցությունը։ Դա կարճատև ուշագնացություն է եղել, բայց ախտանշանները տագնապալի են։ Նրա ախտորոշումն այժմ ներառում է նևրոզ։ Ինչ։ Այո, դա բավականին տարածված ռեակցիա է երկարատև ստրեսին։ Դա մեկ օրվա բան չէ, այլ ձևավորվում է տարիների ընթացքում։ Նրա վիճակը գնալով վատանում է։ Մենք տեսնում ենք, որ էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել ավելի վատ հետևանքների։ Իմ մայրը շատ փխրուն կին է, բայց ինքը կյանքում ոչ մի բանից չի բողոքել։ Ստրեսը քրոնիկ բեռ է, որից նա չի կարողանում ազատվել։ Բայց հիմա նրան կատարյալ հանգիստ է պետք, թե զգացմունքային, թե ֆիզիկապես։ Շատ լավ։ Այդ ամեն ինչը կանենք։ Բայց եթե ինքս ինձ շարունակի վիճակը կվատանա, չէ՞։ Ցավոք սրտի, այո, սա կարող է լինել ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեհուզական հյուծում։ Եվ եթե նա շարունակի պայքարել դրա դեմ առանց իրեն հանգիստ տալու, հետևանքները կարող են շատ ծանր լինել։ Բայց այդ կանստի չէ բժիշկ։ Ես դեղամիջոցներ եմ նշանակել, որպեսզի նա կարողանա վերականգնվել։ Ձեզանից հասնում է միայն ապահովել նրա հանգիստը։ Շատ լավ։ Շնորհակալ եմ։ Հա, շեֆ։ Ուր ես։ Հիվանդանոցում։ Ինչ ա եղել։ Մտածում տեսա մաման ուշագնաց ա եղել։ Հիմա ոնց ա մայրդ, ինչ են ասում։ Մոտ է նևրոզ են ախտորոշել։ Ինքը հիմա իմ ներկայության կարիքը շատ ունի։ Բժիշկ ասում է իրան հանգիստ ա պետք։ Բայց ոնց կարա հանգիստ լինի այս ամեն ինչի մեջ։ Իրա շուրջը ամեն ինչ փլուզվում ա հիմա։ Ես գործել եմ մի կողմից։ Ինչ պետք է անեմ, շեֆ։ Ես շարունակեմ այս ամեն ինչը մորս առողջության հաշվին, հա։ Հասկանում եմ, բայց Ես պետք է մի բան մտածեմ։ Պետք է ուրիշ տարբերակ գտնեմ, բայց ինչ։ հիմա դու ի վիճակի չես։ Հանգստացեք, քննարկենք ամեն ինչ։ Լավ։ Դուխտել չգցես։ Մեր գործերից ինչ կա։ Ժամացույցի պես ամեն ինչ աշխատում է։ Շատ լավ է։ Բա որ վառ ես գնել։ Ուրեմն կրակմարիչ բռնողը դու պետք է լինես։ Կամ էլ բենզին լցնողը։ Ոնց է մեր ընդհանուր ընկերը։ Էլի հավատում, հա։ Ձեր բարի նպատակներին։ Ինքը չի էլ կասկածում, որ այս համագործակցությունը կործանելու է իրան։ Ինքը չի հասկանում, որ վաճառելա զենք, որը ֆռալու է իր գլխին։ Լրագրողուց ինչ կա։ Նյութը արդեն հրապարակել է։ Շատ լավ։ Իր այդ վերջ։ Ինքը կարևոր ֆիգուրա։ Թող մնա։ Լավ, Հիմա զորապը կսկսի փնտրել այդ նյութը հրապարակողին։ ու կպարզվի, որ Սեմի մոտ ընկերուին է։ Ըստ քեզ ինչ կանի զորապը, եթե իմանա, որ Սեմի մատը խառն է։ Մատը կտրելու է։ Դանդաղ մինչև ջլերը։ Շատ լավ է։ Համոզված ես, որ Սեմը խայծը կոլ կտա։ Նրան կամաց կհեռացնեն խաղից։ Հիանալի է։ Այս այդ պատմության առաջին արարն է։ Իսկ ինչ պլաններ կա հետագայում։ Եղբայրների մասին տեղեկությունը պահպանել ես։ Իհարկե։ Այդ կպահենք ամենակրիտիկական պահի համար։ Տենց պահենք ունենալու։ Կստեղծենք։ Գարգատ։ Կարգած։
Սեմ, Հոն ջան, արթնացրի։ չի բանես։ Ես լասի որ եստեղ ես։ Ենքան հազվադեպ ենք հանդիպում։ Կարոտում եմ բալիս։ Ես էլ քեզ եմ կարոտում։ Երեք Ամերիկա մասին մոռացի, լավ։ երբ փոքր էիր հիվանդանում էի միշտ գալիս կողքից նստում էիր ասում էիր կախարդական թաթիկներ ունեմ հիմա էլ եմ լավանում որ ձեռքս բռնել եմ Ես ուզում եմ ամենակարևորը, որ դու առողջ լինես։ Սեմ Մամ, ուղղակի խնդրում եմ մի անհանգստացի, հա։ Ես ոչ մի վատ բան չեմ անում, հավատա։ Ավել բան չեմ կարող ասեմ, բայց հավատա ես ոչ մի վատ բան չեմ անում։ Դե քնի հանգստացի։ հա Մայիսի 17-ին մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայրի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթ է, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ։ Այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818-418-1111 Cool Looks, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818-418-5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Ավտովթարի մեջ եք ընկել։ Ձեր փոխհատուցումը սկսվում է այստեղ։ Մեր փորձառու փաստաբանական թիմը մասնագիտացված է ավտովթարների գործերում եւ պատրաստ է պաշտպանել ձեր իրավունքները արագ, արդյունավետ եւ հստակ։ Մեր թիմը պատրաստ է պայքարել ձեզ համար, ապահովելով լավագույն արդյունքը եւ լավագույն փոխհատուցումը։ Դուք արժանի եք արդարադատությանը եւ մենք այստեղ ենք ապահովելու այն եւ ձեր պատշաճ փոխհատուցումը։ A&M Law Firm Wonderland Flowers, որտեղ ծաղիկները միշտ պատրաստ են արտահայտելու ձեր սերը, շնորհակալությունը եւ ուրախությունը։ 7 օր, 24 ժամ։ Մենք առաջարկում ենք թարմ եւ որակյալ ծաղիկներ մատչելի գներով ցանկացած առիթի համար։ Wonderland Flowers, բարերի փոխարեն։
US Car US Car-ում մենք առաջարկում ենք նոր եւ օգտագործված մեքենաների լայն ընտրան, ձեր ոճին, գրպանին եւ կարիքներին համապատասխան։ Ֆինանսավորման ճկուն տարբերակների, փորձագիտական խորհրդատվության եւ գերազանց գործարքների շնորհիվ յուրաքանչյուրի համար մեքենա գտնելն ու ձեռք բերելը երբեք այսքան հեշտ չի եղել։ US Car Դուք ոտքով եկեք, մենք ձեզ ձեր մեքենայով կճանապարհենք։ Eagle Electric Supply Ձեր վստահելի աղբյուրը որակյալ էլեկտրամատակարարման համար։ Հզորացրեք ձեր նախագծերը բարձրորակ էլեկտրամատակարարման մեր լայն տեսականիով։ Հաղորդալարերից մինչև լուսավորության ժամանակակից լուծումներ։ Մենք տրամադրում ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ցանկացած աշխատանք կատարելու համար։ Մեծ կամ փոքր։ Հուսալի արտադրանք, մատչելի գներ, փորձագիտական աջակցություն։ Eagle Electric Supply Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։ D&D կահույքի սրահ, որտեղ կգտնեք ամեն ինչ՝ սեղաններ, աթոռներ, պահարաններ, ննջասենյակի եւ խոհանոցային կահույք, ոճային, հարմար ու որակով։ Իսկ հիմա հատուկ առաջարկ։ Գնում եք հատուկ մատրաս, մահճակալը ստանում եք անվճար։ D&D կահույքի սրահ, որտեղ կգտնեք այն ամենը, ինչ փնտրում եք։ Բարև ձեզ։ Ես Աննայինը ճամարություն եմ։ Համեցեք ուղեկցեք։ Այստեղ եք ճանապարհը տրանսպորտային դեպքի հետ կապված, ճիշտ է։ Այո, իմ մեքենան վնասել են, իսկ մեղավորը փախել է։ Ես մի հարց ունեմ, ես կարող եմ փոխհատուցում ստանալ։ Այո, իհարկե, ոստիկանություն զեկուցում ներկայացրել եք։ Այո, հայտնի է մեղավորի ավտոմեքենայի համարանիշները, իսկ դեպքը գրանցվել է որպես hit and run։ Պարզ է, դա արդեն լավ է, մեղավորը հայտնաբերվել է, քաղաքացիական հայտ կարող ենք ներկայացնել, իսկ մեքենայի վերանորոգման նախահաշիվ ունեք։ Ձեզ email էի արել։ Շատ լավ։ Մոտավոր 11,000։ Շատ լավ։ Իսկ տեղյակ եք, մեղավորը ապահովագրված է։ Ճիշտն ասած ոչ մի տեղեկություն չունեմ։ Շատ լավ։ Այդ դեպքում, եթե իր ապահովագրությունը ծածկի, ձեզ կփոխհատուցեն, հակառակ դեպքում դատարանը կստիպի ձեզ փոխհատուցել իր անձնական միջոցներից, կամ կլինեն աշխատավարձի հետագա պահումներ կամ գույքի բռնագանձ։ Իսկ մոտավորապես ինչքան կտևի։ Սովորաբար նման դեպքերում տևում է մի քանի ամիս, բայց եթե մեղավորը բացահայտվի, շատ արագ կկազմակերպենք։ Շատ լավ։ Մեր օֆիսը ամեն ինչով կզբաղվի, միայն մի քանի փաստաթուղթ ունեմ, որ պետք է ստորագրվի։ Էլի հաղում եք, տղեք, հարգեք։ Հարգեք, ուտելու ժամն է։ Վիվալդին է։ Բայց որը պետք է լինի։ Հավաքեք, ախպեր, հավաքեք, հաց տանք։ Ալո։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Ես բան չի եղել, այսքան շուտ զանգել ես։ Իրականում եղել է։ Երեք քո գնալուց հետո Արեսը եկավ։ Արեսը։ Կասկածում եմ, որ միասին ենք։ Ճիշտ եմ մտածում, թե ես սխալ գիտեմ։ Սեմ կատակի ժամանակ չի։ Սպառնում էր, որ հայրիկին կասի։ Իմ համար մեկ է։ Սեմ դու չես հասկանում, նա ամեն ինչ կանի, որ մեզ բաժանի։ Լսի Միլա, ասում եմ իմ համար մեկ է, ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում։ Բայց ես եմ վախենում քեզ համար։ Սեմ ինքը քեզ կկործանի։ Թող փորձի։ Սեմ մենք պետք է դադարենք միմյանց տեսնել։
Գոնե մի որոշ ժամանակ։ Չէ, Հա, ես չեմ կարող առանց քեզ, Միլա։ ես էլ։ Այդ դեպքում ինչի համար այս խոսակցությունը։ Որովհետև ես չեմ ուզում քեզ կորցնեմ, Սեմ։ Դու ինչ չես կորցնի։ Ուրեմն խոստացի, որ չես գա իմ տուն։ Ոնց որ հրաժեշտ են չի, հա։ Հրաժեշտ չի, ուղղակի զգուշություն է։ Լավ, հարց չկա, բայց մի պայմանով։ Ինչ պայման։ Ուրեմն պետք է այսօր մենք հանդիպենք, վերջին հանդիպում։ Վերջին։ Դե այսօրվա համար վերջին հաջորդ հանդիպում ինչա։ Լսի Սեմ։ Հիմա բան մի ասեմ, Միլա, կհանդիպենք աչքերիս մեջ գնաս ու կասես։ Մինչ երեկո։ Լավ։ Չէ։ Ես քեզ։ Կոկո։ Փափու խաղալիքներ ես սիրում, Կոկո։ Մանկական խաղալիքները լավ է, բայց ես ավելի շատ սիրում եմ մեծերի խաղալիքներ, հա։ Սիրունա, մանկությունս հիշեցի։ Ոստիկանների մտքով ոնց չի անցել։ Ամեն մարդ տեսնում է ինչ որ ուզում է տեսնել։ Կարևորը լավ մատուցելն է, լավ փաթեթավորված։ Մեքենա քաշեք ներս, գնացածը դադարկեք։ Վաղը լիքը գործ ունենք։ Կգաք իմ տուն, ամեն ինչ կպատմեմ։ Լավ այրիկ։ Ինչ ես տեղ եկել։ Առաջին ստենալուց sense ռեակցիա չէր տալիս։ Հետևում ես ինձ։ Մի կողմ թող այդ դրամատ։ Եկել եմ հետդ խոսամ։ Իսկած հասկացել ես, որ ոչինչ ման չկա խոսելու։ Ինչի զանգերից չես պատասխանում։ Ցանկություն չունեմ։ Այդ պատասխան չի։ Դե կյանքում պարտադիր չի ամեն ինչի պատասխան ունենա Միկա։ Դու ինձնից խուսափում ես։ Ուզում եմ իմանամ ինչի, կարծում եմ դրա իրավունքը ունեմ։ Ես ուղակի չեմ ուզում քո հետ կապ ունենամ, այդքան բան։ Չես, չի կարա զուտ ցանկություն լինի։ Ինչ ա եղել։ Ոչ մի բան էլ չի եղել։ Ինչի ես իմ հետ sense վարվում։ Մենք հասուն մարդիկ ենք, Միկա։ Լինում է, չէ՞ որ։ Ես քո համար ոչ մի նշանակություն չունեմ, Էլեն։ Տենց մի արա։ Ես չեմ ուզում ինձ մեղավոր զգամ։ Այդ դեպքում ասա ճշմարտությունը։ Կլինի վերջ տաս այս խոսակցությանը։ Որ խոսակցությանը։ Որ դու իմ համար շատ կարևոր ես։ Ասա Ագապի։ Ինչի տենց կոպիտ։ Արագ ասա, ժամանակը չունեմ։ Հրաման ունենք, պետքա մտնենք Վիգենենց տուն։ Լավ։ Զորավը հավանեց գործիքը։ Շատ հավանեց, շատ մերսի Գրիգոր ջան։ Իսկ իմ հարցով կօգնես ինձ։ Առաջին անգամ եմ նման առաջարկ ստացել, բայց ամեն ինչ կանենք, որ օգտակար լինենք։ Շատ մերսի, շատ շնորհակալ։ Ես պատկերացնում եմ
Մայիսի 17-ին Մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը։ Ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում։ Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայրի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում։ Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը։ Լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո։ Այկնիկ, Իլիկունը, Խաչիկը, Վաչիկը, Հրաչիկն ու Քաջիկն են գալիս մեր տուն։ Աչքս լույս, մի $1000 ծախսի տակ ընկանք։ Չէ, 300։ Պահ, էդ ինչ եմ բերելու որ։ 12 տեսակի appetizer, հավի ու տավարի անուշահամ քյաբաբ, հավի եւ խոզի ածուխի վրա պատրաստած խորոված ախորժելի սալմոն։ Ուխ, դեզանգիր։ 707 771 77 Vivaldi Catering ծառայություն։ Խնայիր եւ վայելիր։ Gigi Span Ranch, փոքրիկ աշխարհ մեծ ժպիտների համար։ Բացահայտեք կախարդական մի վայր, որտեղ երեխաները կարող են խաղալ, ծիծաղել եւ շփվել իրենց սիրելի կենդանիների հետ։ Մեզ մոտ ամեն միջոցառում վերածվում է հեքիաթի։ Մեզ մոտ կարող եք տոնել ծննդյան օրեր, մկրտություններ եւ մանկական ուրախ այլ միջոցառումներ։ Որպեսզի ձեր օրը լինի բացառիկ, խնդրում ենք նախապես ամրագրել միջոցառման օրը։ Տեղերը սահմանափակ են եւ յուրաքանչյուրը սիրով պատրաստվում է հենց ձեր փոքրիկի համար։ Armeco Food, հայկական արևի ամենաքաղցր պահերը, ծիրաններ Արարատյան դաշտից, սալորներ արևահամ այգիներից, խնձոր ու տանձ մեր հողից, մեր հոգուց։ Armeco Food-ի չրերը 100% բնական են, առանց շաքարի, առանց հավելումների։ Միայն մաքուր մրգեր, չորացված արևի ջերմությամբ, համ որ աճել է մեր հողի վրա։ Armeco Food, Հայաստանի համը Միացյալ Նահանգներում։ iVoyage-ը ձեր վստահելի գործընկերն է ավիատոմսերի ձեռքբերման եւ անմոռանալի հանգիստ կազմակերպելու գործում։ iVoyage-ի հետ դուք ստանում եք լավագույն գները, արագ սպասարկում եւ հարմարավետություն ձեր բոլոր ճանապարհորդությունների համար։ iVoyage, ձեր տոմսը դեպի աշխարհ։ Դուք տուժել եք վարորդի, ուղևորի կամ հետիոտնի կարգավիճակով։ Ձեզ անհրաժեշտ է բուժօգնություն, բայց չգիտեք ում դիմել։ Ապահովագրական ընկերությունը փորձում է նվազեցնել ձեր փոխհատուցումը։ Մենք այստեղ ենք պաշտպանելու ձեր իրավունքները։ Վթար եղավ եւ ձեր մեքենան վնասվեց, գիտենք, դա նյարդայնացնող է, բայց մենք հենց դրա համար ենք այստեղ։ Pristine Auto Collision-ում չկան բարդ խոսքեր ու անհասկանալի պայմաններ։ Կապտվում եք մեզ հետ, մենք տեսնում ենք ինչ է պետք անել ու սկսում ենք գործը։ Ուղղում ենք քերծվածքները, հարթում դռները, նորից ներկում ու փայլեցնում։ Ապահովագրական հարցեր կան, հա, դրանում էլ կօգնենք։ Արդյունքը մաքուր աշխատանք առանց քաշքշուկի։ Pristine Auto Collision։ Maze Restoration, վերականգնում արագ ու վստահելի։ Maze Restoration-ը մասնագիտացած է ջրի, կրակի, մոլդի, կոյուղու եւ այլ վնասների վերացման գործում։ Մեր փորձառու մասնագետները արագ եւ որակով մաքրում ու վերականգնում են ձեր գույքը, այն վերադարձնելով իր նախնական վիճակին։ Մենք կատարում ենք նաեւ մանսարդի եւ հիմքի տարածքների մաքրում, կանխելով խոնավության եւ մոլդի տարածումը։ Ձեր արժեքավոր իրերը կարող ենք պահել անվտանգ, հատուկ պայմաններում։ Վստահեք Maze Restoration-ին ձեր տունն ու գույքը պաշտպանելու համար։ Եթե կարոտել ես Հայաստանի թարմ պտու բանջարեղենի համնոհոտը եւ իհարկե թարմ հացաբուլկեղենի, որը թխվում է տեղում, առանց բարանելու քայլերը տուղիր նոր Hollywood 12-11 Sherman Way եւ Coldwater փողոցների առևտրական կենտրոնում գտնվող Royal Fresh։ Ուր ամեն օր կգտնես թարմ մսամթերքի, երշիկեղենի եւ քեզ անհրաժեշտ բոլոր տեսակի ուտեստների լայն ընտրանի։ Royal Fresh, ամենամեծ եւ ամենաապահով ավտոկանգար բոլոր հաճախորդների։
Եթե դուք փնտրում եք հարմարավետություն եւ որակ, ապա Mattress Star-ը ձեր լավագույն ընտրությունն է։ Մեր մասնագիտացված թիմը պատրաստ է ձեզ օգնել։ Մեծ ցուցասրահ, հսկայական ընտրություն, ամենացածր գները Լոս Անջելեսում եւ ուշադրություն անվճար առաքում։ Mattress Star, ձեր լավագույն ընտրությունը։ Վերջին սերնդի լսողական ապարատներով հագեցած Enhance Audiology կլինիկան առաջարկում է ոլորտի ամենավորակյալ ծառայությունները։ Պետք չէ ուշացնել լսողության վերականգնումը։ Ես բժշկուհի Վարդուշ Քեշիշյանն եմ, բժշկական կրթությունը սկսել եմ Հայաստանում, հետո մասնագիտացել եմ լսողական խնդիրների ուղղությամբ եւ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Մենք կատարանի կողմից որոշում ունենք, որ պետք է փնտրում բուզարկենք։ Բուզարկեք դուրս։ Այստեղ ոչ մի բան չկա։ Իսկ ով էր ասում, որ այստեղ թվայիններ կա։ Չգիտեմ։ Ինձ ասեցին խումբը հավաքեմ, զանգեմ քեզ։ Բարս։ Գնացինք։ Ինչ նորություն կա։ Ոչ մի բան չգտանք, պարոն Ավագյան։ Թու սրիկա։ Իսկ ինչ գիտեիք, որ տեղեկությունը ճշգրիտ էր։ Եթե վստահելի լիներ, տեղում կլիներ։ Դե հնարավոր է տեղափոխած լինեն։ Չեմ կարծում։ Այդ քանակի թմրանյութը ասեղ չի, որ աննկատ տեղափոխել։ Ամիցիա։ Ինչ եղավ, պարոն Ավագյան։ Պարոն Ավագյան։ Հետ եկեք։ Ինչ։ Ասում եմ հետ եկեք։ Ինչ որ փնտրում եք, իմ սենյակում է։ Ոնց կարա տես բան լինի։ Չգիտեմ։ Հենց հիմա բոլորդ եկեք բաժին։ Լավ, գալիս եմ։
Այս ձեր խաղալիքների նմուշներն են։ Մնացածը պահեստավորված է։ Խաղալիքները տեսանք։ Մնում է սրանք չինական անորակ խաղալիքներ չլինեն։ Թե չի կարող է սխալ ժամանակ ջարդվել սխալ մարդու գլխի։ Հանգիստ։ Որակը պրեմիում դասի է։ Ուրեմն ինչ։ Անում ենք գործարկը։ Իհարկե Զորաբ։ Մենք բոլորս նույն նավի մեջ ենք։ Իսկ եթե այդ նավը հանկարծ խորտակվի, մենք բոլորս կխեղդվենք։ Իսկ եթե հանգիստ լողալով գնահասնի ափ, մենք բոլորս կհայտնվենք 4 ցամաքում։ Ու մեկը չփորձի փրկվելու համար նավից դուրս թռնել։ Հայրիկ ես խաղալիքներից որ մեկը կարամ փորձարկեմ։ Այ օրինակ ես։ Իջացրեք մի հատ։ Բարես իջացրեք։ Մենք ամեն ինչը կստուգենք Զորաբ։ Անպայման։ Կուլուքսում արդեն գործում է Artas ռոբոտը, աշխարհի ամենավերջին տեխնոլոգիայով, որը մեկ օրում կվերականգնի ձեր սեփական մազերը, վերջ ճաղատությանը եւ քաջալությանը։ Պատկերացրեք առավոտ զարթնեք, տեսնեք ձեր սեփական մազերը աճել են նորից։ Չէիք ուզի, բա հիմա կարող եք ուզել։ Զանգեք 818 418 1111 եւ ստացեք ձեր մազերը երիտասարդ տեսքը առանց ցավի, մաչելի գնով մեկ օրում։ Ձեր սեփական մազերն են աճելու, երաշխավորված։ Զանգեք 818 418 1111։ Որ հայավարի տանը դու մարդ հյուրասիր ես, ասենք որտեղից թարմը թերքներ կարաս ճարես, միլ բան ճարեղեն նուլիքը տարբեր խմիչքը, կապահով են քո մենյուի մտքի թռիչքը, քեզ միշտ կօգնի մելեն ու բոլան վերջ պարկինգը, առանց մունաթը հայ կնոջ դանդաղ շոփինգը, ընտանեկան մթնոլորտ է գները ցածր, սերվիսը թույն մարդիկ միշտ գոհ որակը բարձր։ Come on everybody, este supermarket դու արի, supermarket este, este համեցեք դուք միշտ։ Come on everybody, este supermarket դու արի, supermarket este, este համեցեք դուք միշտ։ Ձեր ժպիտը մեր մասնագիտությունն է։ Design Your Smile-ում մենք բուժում ենք ոչ միայն ատամները, այլ նաև վախը, անհանգստությունը եւ կասկածները։ Աշխատում ենք բարձրակարգ տեխնիկայով, նորագույն մեթոդներով եւ անհատական մոտեցմամբ։ Մենք առաջարկում ենք թերապևտիկ եւ էսթետիկ ատամնաբուժություն, իմպլանտներ եւ պրոթեզավորում, սպիտակեցում եւ շտկում, ցավազերծ միջամտություններ։ Design Your Smile, մասնագիտություն, որ խոսում է ժպիտով։ Օմորֆիա, քո փայլը սկսվում է հենց այստեղ։ Անկամ ամենահասարակ օրը կարող է դառնալ հատուկ, երբ քեզ նայում ես հայելու մեջ ու ժպտում։ Մազերի փայլ, մաշկի նուրբ շող, նուրբ ձեռքեր, ամեն բան լիարժեք լինելու զգացողության համար։ Օմորֆիա սրահում գեղեցկությունը չի պարտադրվում, այն բացվում է քո բնականությամբ։ Մենք պարզապես ընդգծում ենք այն, ինչը արդեն կա քո մեջ։ Թող քո գեղեցկությունը խոսի առանց բառերի։ Օմորֆիա, քեզ նվիրված վայրկյաններ։ Les chansons, կան օրեր, որոնք պետք է յուրահատուկ լինեն, լուսավոր, հագեցած ու ճաշակով։ Սրահ, որտեղ ամեն ինչ մտածված է հենց քո օրվա համար։ Նրբագեղ դիզայն, հաճելի երաժշտություն եւ բացառիկ մթնոլորտ։ Թող տոնը լինի ոչ միայն գեղեցիկ,
այլ անմոռանալի։ Les chansons, երբ տոնը դառնում է զգացողություն։ Գալուգա պրեմիում։ Ապահովագրեք ձեր բիզնեսը մեզ հետ։ House of Pastry, որտեղ քաղցրը պարզապես համ չէ, զգացում է։ Մեզ մոտ խմորեղենը թխվում է սիրով, ստեղծվում համի հիշողությամբ։ Յուրաքանչյուր կտոր թարմ, նուր, բուրավե, ամեն շերտում քաղցրություն, հոգատարություն ու մի փոքր մանկություն։ Մենք պատրաստում ենք տորթեր, թխվածքներ, ռուլետներ ու քաղցր փոքրիկ պահեր ձեր եւ ձեր սիրելի ընտանիքի համար։ Ոչ միայն առիթների, այլ նաեւ հենց այնպես, օրը քաղցր դարձնելու համար։ Քաղցր օրերը սկսվում են հենց այստեղ։ Կարսի լավաշ, այնտեղ որտեղ օրը սկսվում է թոնրի բույրով։ Փնտրում ես թարմ բուրավետ ու անկրկնելի համեր, Կարսի լավաշում մենք ոչ միայն թխում ենք ավանդական լավաշ, այլ նաև քեզ ենք հրավիրում մի աշխարհ, որտեղ հացն ու քաղցրավենիքը ստեղծվում են սիրով ու վարպետությամբ։ Համեղ եւ թարմ լավաշների համար եւ ոչ միայն, համեցեք Կարսի լավաշ եւ մենք ձեզ սիրով կսպասարկենք։ Բույրը Կարսից, համը սրտից։ Hello, my name is Mariana Sarkisian. Welcome to Little Me Learning Academy. Come on in. Ճանապարհորդիր շքերությամբ Lux Line Limousine-ի հետ։ Մեր Mercedes-Benz Sprinter-ը հագեցած է ժամանակակից լուսավորությամբ եւ բարձրակարգ ձայնային համակարգով։ Հիանալի տարբերակ է հարսանեկան միջոցառումների, գործնական ուղևորությունների, օդանավակայանի տեղափոխումների եւ մինչ քաղաքային ճամփորդությունների համար։ Տեղավորում է մինչեւ 8 ուղևոր, իդեալական փոքր խմբերի համար։ Քո հարմարավետ ընտրությունը յուրաքանչյուր ճամփորդության համար։ Lux Line Limousine։ Թող դաշնամուրը խոսի քո փոխարեն։ Piano Masters։ Բարև ձեզ։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Իրականում մի հատ աղջկա սիրտ եմ կոտրել։ Պետի շատ բարդ է, բայց անլուծելի չի։ Okay։ Ունենք լայն հուտետներ տեսականի և բավարժվետներ։ Կարամ նայել։ Այլ խուտեմ։ Նայեք։ Կանգշներ։ Եթե սեր բարդեր սիրում է, խնդրեմ սեր բարդեր։ Եթե ուզեք ունենք նաև պիոններ, կապացներ։ Այս ամեն ինչը շատ տարօրինակ է, Հայրիկ։ Այս պատահականությունները շատ չեն։ Դու նկատել ես, որ մեր գործերը ոնց է բարդացել։ Ինչ ես գուշակություններ անում։ Խոսի առանց նախաբանի։ Բուն նյութին անցի։ Սեմը ամեն ինչ սկսեց բարդանալ, երբ նա հայտնվեց։ Ես ուղղակի կարծում եմ, որ ինքը այնքան էլ պարզ չի, ոնց որ մենք ենք մտածում։ Դու ամեն ինչ Սեմին ես մեղադրում։ Դու արդի զուգադիպություններ ա։ Զուգադիպություն։ Լուրջ։ Ինչ ինքը հայտնվել է մեր մեջ, մեր գործերը կամ ձգձգվում են, կամ ընդհանրապես չեն ստացվում։ Գուշակության խաղեր ես տալիս, արես։ Առանց հիմքերի մի խոսա։ Նա այն մարդը չի,
որ կարողանա իմ հետ ոտ գցի։ Հա, բնականաբար, բայց ես ուզում եմ, որ դու հակառակ կողմից էլ նայես այս ամեն ինչին։ Իսկ ինչ է թե ինքը մեր դեմ աշխատում, հա? Ասենք ոստիկանություն։ Գժվել ես դու։ Չէ, ես կարծում եմ, որ ինքը պատահական չի հայտնվել մեր մեջ։ Միլան, բա Միլան, դու գիտես ես վերջերս ինչքան ժամանակ անցկացնում դրա հետ։ Ես կարծում եմ դրանց մեջ ինչ-որ բան կա։ Բայց մենք բոլորս գիտենք, չէ՞, այդ ամեն ինչը ինչքանով վտանգավոր, ինչ փորձանքներ։ Ինչ ես խոսում։ Ինչա կարծում ես Միլան կապված այդ թափթփուկի հետ։ Թափթփուկի։ Չէ, ես ուղղակի գուշակում եմ, ես ասում եմ, այս տարօրինակությունները չեն կարող այսքան պատահական լինեն։ Սեթո։ Ստեղարի։ Աչքդ կպայես սեմի վրա։ Եթե նկատես, որ Միլայի հանդեպ քայլ է անում, սպանի դրան։ Լավ, հայրիկ։ Ոչ մեկին չեմ խնայի։ Իհարկե։ Ինչի չի պատասխանում, հա։ Հաստատ ինչ-որ բան է եղել։ Կարող է սպաղված է, հա։ Բայց ինչի հետ չի զանգում։ Այ Էլեն։ Այ Ինչից ես դժգոհ։ Այս քո ընտրությունն է։ Ես վախենում եմ սա։ Ինչից։ Որ ամեն ինչ կփոխվի։ Եթե մենք հիմա չբաժանվենք, մեզ միևնույնն է բաժանելու։